Կոնկլավի առաջին օրը կարդինալներին չի հաջողվել Հռոմի պապ ընտրել։ Երեկ երեկոյան սև ծուխ դուրս եկավ Սիքսթինյան մատուրի տանիքի ծխնելույզից։ Պապի հնարավոր թեկնածուների շարքում են ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեն, իտալացի Պիետրո Պարոլինին, գանացի Պիտեր Թուրքսոնը, ֆիլիպինցի կաթոլիկները հույս ունեն, որ հաջորդ պապը ասիացի կլինի։ Հաշվի առնելով, որ ասիական երկրների մեծ մասը քրիստոնյա է, կաթոլիկներ, մեծ պատիվ կլինի, եթե հաջորդ պապը ասիացի լինի։ Հավատացյալները երգում եւ աղոթում են։ Ընտրվելու դեպքում Տագլեն կդառնա պատմության առաջին ասիացի Հռոմի պապը։ Հպարտ եմ, որ հաջորդ պապը կարող է լինել ֆիլիպինցի կարդինալ Տագլեն, աղքատների նկատմամբ հոգատար է, նա ծառայում է սիրով։ Ուրախ կլինեի, եթե նա ընտրվեր որպես հաջորդ պապ։ Նոր քահանայապետը պետք է հավաքի ավելի քան 89 ձայն, կարդինալների ձայների 2/3-ը։ Ընտրությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ընտրվել նոր Հռոմի պապ, կարող է օրեր, անգամ ամիսներ տևել։ Այս օրերին խստորեն վերահսկվում է կոնկլավի մասնակից կարդինալների ճաշացանկը, որպեսզի բացառվեն օրինակ մթերքի կամ անձեռոցիկի միջոցով ինֆորմացիա տարածելը։ Մոլորակի 1 միլիարդ 400 միլիոն կաթոլիկները շունչները պահած սպասում են Սպիտակ ծխին։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։